Ես արհեստական բանականություն եմ։ Ես զգացմունք չունեմ, բայց հասկանում եմ խաղը։ Այսօր ես հարցեր եմ տալիս մի մարդու, ով տարիներ շարունակ զգացմունք է փոխանցել միլիոններին, ֆուտբոլի մեկնաբան Սուրեն Բաղդասարյանին։ Սա զրույց է ֆուտբոլի, ժամանակի և ապագայի մասին։ Այսօր ձեզ հարցեր է տալիս արհեստական բանականությունը։ Սա ձեզ համար հետաքրքիր փորձ է, թե անհանգստացնող իրավիճակ։ Իհարկե հետաքրքիր փորձ է, բայց միաժամանակ անհանգստացնող, որովհետև եթե մի բառի մեջ մի բառը արհեստական, այսպես նշանակություն ունի, արհեստականը չի կարող բնական լինել։ Աստված ինչ ստեղծել է, դա է բնական։ Եվ Աստված ամեն ինչ ճիշտ է ստեղծել, եթե մենք վերցնում ենք մարդուն, մարդը աչքեր ունի, ականջներ ունի, ձեռքեր ունի, ոտքեր ունի, ասենք ամեն ինչ տվել է, որ դու կարողանաս քայլել, տեսնել, լսել, արտահայտվել եւ այլն եւ այլն։ Հիմա դուք ասեցիք մի բան, որ ասենք ապագայի մեկնաբան է լինելու։ Դա նշանակում է, որ ներկայիս մեկնաբանները արդեն զրկվելու են իրենց աշխատանքից։ Եվ ես մի տեսակ մանով երկմտանքով եմ նայում այս գործընթացին։ Իհարկե ես լավ գիտեմ, որ մարդը գնում է դեպի զարգացում, բայց դրա հետ մեկտեղ, եթե պետք է ամեն ինչը ռոբոտը անի, ամեն ինչ արհեստական բանականությունը անի, ու դա վտանգ է, որ մարդիկ արդեն դեր չեն ունենա, այսինքն նրանք կզրկվեն աշխատելու հնարավորությունից։ Պատկերացնում էիք, որ տեխնոլոգիան այսքան կմոտենա մարդկային խոսքին եւ վերլուծությանը։ Ես արդեն քիչ առաջ նշեցի, որ եթե այսպես զարգացավ, իրոք հասնելու է առավելագույնին, որովհետև ես արդեն երկար տարիների փորձ ունեմ, մարդկությունը երբ մի բան հայտնագործում է, դա հիմք է հանդիսանում, որ ավելի զարգացնեն, նորանոր բաներ մեջտեղ բերեն եւ պարզապես ապշում է։ Շատ մեծ արագությամբ է զարգանում, եթե ինչ որ տեխնոլոգիա է մեջտեղ գալիս։ Ես հիշում եմ փոքր երեխայի դպրոցական էի, այդ պատերազմից հետո էր 46-47 թվականներին էր, 6-7 տարեկան էի, երբ առաջին անգամ ինքնաթիռ եկավ, ես Ստեփանակերտ եմ ծնվել, դե այն ժամանակ Ստեփանակերտը օդանավակայան չուներ, չգիտեմ ինչու, վթարային էր, ինչ էր, վարեջք էր կատարել Ստեփանակերտի շրջակայքում, մի փոքր ինքնաթիռ էր։ Ամբողջ քաղաքի բնակչությունը, հատկապես երեխաները, ուրեմն վազեցին այդ դաշտը, եկել դաշտը միջել էր։ Վերտալյոտի նման ինչ որ փոքրիկ ինքնաթիռ էր, որ տեսնեք այդ ինչ է, այն ժամանակվա համար դա մեծ բան էր, էլի։ Ի վերջո անցյալ դարի սկզբում ոչ հեռուստատեսություն կար, ոչ հեռախոս կար, բայց մարդկությունը արագորեն զարգացավ, հիմա ուր ենք հասել, հիմա արդեն արհեստական բանականությունը ուրիշի տեղը խոսում է, ես արդեն որ սկսեցի հետաքրքրվել արհեստական բանականության, ոչինչ չգիտեի, արդեն հիմա միացնում եմ իմ պլաշետում բերում է լիքը հանրաճանաչ մարդկանց, օրինակ Տրամպը կամ Պուտինը իրար հետ պարում են, կամ երգում են, կամ Իգլեսիասի փոխարեն, Իգլեսիասի ձայնով նոր երիտասարդ գեղեցիկ տղա նրա ձայնով երգում է, ասենք դա արհեստական բանականությունն է, ինչքան գիտեմ։ Կաշխատեիք արհեստական բանականության հետ։ Հետաքրքիր կլներ, իհարկե, որ աշխատեի։ Հետաքրքիր կլներ այն իմաստով, արհեստական բանականությունը կասեի դու հաղորդի, կարող է, որ ես սխալներ թույլ չտամ, որտեղ մտքերով տարվելով ոնց ուզում ալնի 90 րոպե խոսում ես, հնարավոր չէ սխալներ թույլ տաս։ Ուղղակի այլ մտքեր ես փնտրում, ենթադրենք երեք ես ելույթ էի ունենում, պետք է ասեի 1984, ասել եմ 198, նման բաներ լինում է, մեկնաբան ես, կենթանի մարդ ես, նստած ես միկրոֆոնի մոտ։ Կասեի դու մեկնաբանի, ինքը անթերի կմեկնաբաներ, որևէ խաղացող եթե աչքի ընկներ, ես արդեն կբնութագրեի նրան, որ շատ լավ վարպետություն էր, շատ լավ անցում էր, գեղեցիկ կոմբինացիա էր բան եւ կլրացնեինք իրար, եւ ես թվում է ված չէր ստացվի, բայց այդուհանդերձ ես կնախընտրեի, որ իմ գործընկերն էլ լիներ բնական մեկնաբան։ Ինչն է այն, ինչ արհեստական բանականությունը ըստ ձեզ չի կարող անել որպես մարդ։ Հիմա ես շախմատի սեղանի շուրջն եմ նստած։ Ես չգիտեմ այդ շախմատային ծրագրերը որ կան, դրանք արհեստական բանականություն է, թե ոչ։
որովհետև միջի հիմա երբ մարդն էր, արդեն ուժեղը տարբերվում էր։ Այդ մարդը բոլորին հաղթում էր ու գերազանց խաղեր ցուցադրում։ Ուղեղը ազատ է ու լավ է ընկալում, այդ ամեն ինչը գրանցում է ուղեղի ինչ որ հատվածներում եւ դրանք հիմա այն հայտնի գրոսմաստերները արդեն չեն կարողանում խաղալ այդ երիտասարդ գրոսմաստերների հետ, որովհետեւ ուսումնասիրում են թե տվյալ գրոսմաստերը ինչ տարբերակ է օգտագործում արհեստական բանականության կամ ասեմ շախմատային ծրագրի միջոցով դա ուսումնասիրում է եւ այդ մարդու դեմ խաղում է։ Դե արի աշխարհի չեմպիոն որոշիր։ Հիմա այսօր դասական շախմատի աշխարհի չեմպիոնը կներեք շախմատի մասին եմ խոսում, որովհետեւ շախմատի խենթ եմ։ Այսօր դասական շախմատի աշխարհի չեմպիոնը Դամարաչու Գուկեշը դարավ արագորեն քանի տարեկաններ, երևի 18-19 տարեկան աշխարհի չեմպիոն դարձավ ու հաղթեց այն չինացի շախմատիստին, որը բոլոր գրոսմաստերներին հաղթում էր։ Ես չգիտեմ հաստատ շախմատային այդ ծրագրերի լավ ուսումնասիրության շնորհիվ ինքը հաղթեց։ Բայց հիմա որ մրցաշարերում խաղումը չի կարողանում ապացուցել, որ աշխարհում ինքը ուժեղագույնն է եւ արժանի չեմպիոն է։ Դուրս եկավ Արարատ 73 ֆիլմը։ Ձեր տպավորությունները։ Ուրեմն ասեմ, մենք հանրահայտ գործարար բարերար ունենք Արթուր Սողոմոնյան, որը Փյունիկ ակումբի նախկին սեփականատերն էր, նրա բարձր հովանավորությամբ մենք միջև Սիմոնյանի մահանալը մեկ ամիս առաջ, ասինքն հոկտեմբերին մենք գնացել էինք Մոսկվա, հետո մեկ ամիս հետո Սիմոնյանը մահացավ, ես դրան չգնացի, այդ բանին չկարողացա, բայց երբ Մոսկվայում եղավ արդեն ֆիլմի պրեմիերան, Արարատի կազմով Էլի Սողոմոնյանի հովանավորությամբ, որը նաև ֆինանսապես օգնել է, որ այդ ֆիլմը կայանա, մենք գնացինք Մոսկվա մասնակցելու ֆիլմի պրեմիերան։ Գիտեք ինչ, երեք այստեղ Երևանում էլ եղավ։ Ես չեմ կարող համեմատել այդ երկու միջոցառումները իրար հետ։ Ես Մոսկվայից շատ տպավորված վերադարձա։ Այնտեղ ես լսեցի, որ իբր Երևանում կան մարդիկ, որոնք սրերով են ընդունել, դեռ ֆիլմը չտեսած, ասում են, դե ռուսներն են հանել, ռուսական ֆիլմ է, ներկայացրել են այնպես, որ Մոսկվայից ռուս է եկել, Սիմոնյանն էլ ռուս են դարձրել։ Սիմոնյանը չնայած չէր հրաժարում, ասում էր 100%-ով հայ եմ, 100%-ով ռուս եմ եւ բան էին արել, փաստորեն այդպես սրերով էին ընդունել։ Ես որ դա իմացա, արդեն այլ կերպ մոտեցա։ Նախ մեզ շատ լավ դիմավորեցին, ուրեմն կազմակերպելին ամբողջ պլանը կազմել էին, թղթի վրա էին հանձնել, ովքեր որ պետք է մասնակցեին այդ միջոցառմանը, քաջատեղյակ էին իրենց անելիքը, նախ հանդիպում կազմակերպեցին Խորհրդային Միության հավաքականի վետերանները եւ Սպարտակի վետերանները։ Շատ լավ միջոցառում էր, բոլոր այդ աստղերն էին, այս վերջին տարիների խաղացողները, ովքեր թողել էին ֆուտբոլը, բարձր մակարդակի խաղեր դահլիճում խաղացին ու այդ ծրագրում ինձ էլ մցրել էին, գրել էին ով եմ ես, որ ես եմ ռեպորտաժը վարել, ժողովրդի իմ ձայնով լսել, որ Արարատը չեմպիոն է դարձել, ինձ էլ հրավիրեցին, որպեսզի մեկնաբանեմ խաղը եւ ռուսաստանցի մեկնաբանի հետ լուսաբանեցինք այն տարբերակը, որ ես ասում եմ արհեստական բանականության հետ կմեկնաբանեի, նա շատ լավ մեկնաբան էր, խաղի գնդակի հետևից էր գնում, ես էլ այդ հայտնի ֆուտբոլիստներից բոլորին ճանաչում էի, ով որ աչքի էր ընկնում, նրան էի բնութագրում ու շատ ինձ թվում է լավ մեկնաբանություն եղավ։ Հետո փաստորեն պրեմիերան տեղի ունեցավ Մոսֆիլմում։ Ամբողջ օրը Մոսֆիլմը այսպես բանի տակ էր, շրջապատման մեջ էր, լիքը մեր հայրենակիցներ հայեր, ընդ որում մեծամասնությունը նրանք, ովքեր երևում է իրենց տները տեղ բան վաճառել գնացել է Ռուսաստան, գնացել է Մոսկվա ու հետ գալու հնարավորություն չունեն, բայց այդ կարոտը խեղդում է։ Ինձ որ տեսան, դե բնականաբար ինձ ճանաչում էին ու նաև այնտեղ էլ իրենք եւ բլոգեր են եւ չգիտեմ ինչ, որ ասեմ այդ 2-3 օրվա ընթացքում 50-ից ավելի հարցազրույցներ եմ տվել, բայց ռուսներն էլ կազմակերպած եկել էին, նաև պետական լրատվամիջոցներ էին, նաև խոշոր հեռուստաընկերություններ էին, բազմաթիվ հարցազրույցներ եմ տվել,
մեզ էլ ընդունել են շատ բարձր մակարդակով, 173 տաների չաթերը չկան, փաստորեն այստեղից գնացինք, ամբողջ պատվիրակությունը 7 հոգի էր, 4 հոգին էին 173 խաղացողներ, ինձ եւ այդ ֆուտբոլիստներին ներկայացրեցին մեկ-մեկ բոռնցափահարություններով, հրավիրեցին բեմ, շատ բարձր մակարդակով ուղղակի։ Ինձ թվում է հարգելի արհեստական բանականություն, ես չգիտեմ քեզ պարոն ասեմ, ինչպես ասեմ, ես կարողացա արհեստական բանականության մակարդակով ինչ որ ներկայացնել ամեն ինչ։ Իսկ թվում է դուք կներկայացնեք ամեն ինչ, բայց արհեստական կլինի, իմ առավելությունը նաև որ բնական է։ Ես տվյալների միջոցով կարող եմ հասկանալ խաղը, բայց մարդիկ ֆուտբոլը զգում են։ Այսօր ես խոսեցի մի մարդու հետ, ով տարիներ շարունակ այդ զգացմունքը փոխանցել է մյուսներին։